Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից պարոն Ափո Չապարյանը, ձեզ արդեն լավ հայտնի, քաջ ծանոթ։ Պարոն Չապարյան, բարև ձեզ, նախ շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ ենք։ Մեր հիմնական թեմաներից մեկը, որը ուզում էի ձեզ հետ քննարկել, քանի որ տեսա ձեր գրառումը Facebook-յան էջում եւ տեսա ձեր տեսաուղերձը, ինչը կապված էր Կատրիկ Ներսիսյանի երեկվա դատավարության հետ, այդ խայտառակ կրկեսի նման բեմականացված դատավարության հետ, անպայման ուզում էի լսել ձեր կարծիքը նաև մեր եթերում։ Շնորհակալ եմ առաջադրանքի համար, սա շատ կարևոր թեմա է մեր ժողովրդի համար եւ նաեւ ամենակարևորը ամբողջ հայ ազգի ամենակարևոր ազգային հարստություն հայկական պետականության համար։ Հայաստանյաց արաքելական եկեղեցին պատմականորեն երբ ճիշտ մարդկանց ասենք հոգևոր առաջնորդներու ղեկավարության ներքո կորձած է մեծ թրագան ներդրում կատարած է, բայց եւ որ հայաստանյաց արաքելական եկեղեցին հատկապես վերջին 25-26 տարիներուն երբ բռնազավթվեցավ եւ այդ մութ ուժերու ցերքին կորձիկ դարձավ, ապա ուրեմն մենք թշպախտաբար մեր սերունդը ականադես եղավ փլուզման մեր սոցիալ ազգային ինչպես որ անգլերեն ասեն social fabric-ի, այսինքն հասարակության որակի զրկման ականադես եղավ մեր ժողովուրդը եւ մենք արդեն գիտենք հատկապես երկրորդ եւ երրորդ նահանգայի օրոք, ինչպես որ վարչապետ Փաշինյան 2019 թվականին Լոս Անջելեսի մեջ ի պատասխան USA Armenian Life-ի հարցումին, թե ինչ կգարձե հայաստանյաց արաքելական եկեղեցու իրավիճակի մասին, ուրեմն հատկապես երկրորդ եւ երրորդ նահանգայի օրոք մենք ականադես եղանք լայնամասշտաբ եւ գլոբալ գոռոմփացվածության, որը նաև պատճառ հանդիսացավ հոս այստեղ Լոս Անջելեսի մեջ ամբողջ սերունդիմը գորստյան, սա բազմաթիվ գոռոմփացված գազագերբական ղեկավարներ այս մասին չեն բարձրացանել, մենք այսօր Ամերիկայի մեջ ունենք դժբախտաբար հազարավոր երիտասարդներ ֆեդերալ եւ նահանգային բանդերու մեջը, ազատազրկման մեջը, եւ դա դժբախտաբար առաջ եկած է երկրորդ եւ երրորդ նահանգայի օրոք Քարեքին բի գլխավորությամբ։ Բարձր։ Բայց ընդհանուր ինչ տպավորություն էր, դատավորը ինչու այդպես վարվեց, ըստ ձեզ։ Դատավորը տեսեք դատավորը չագերդյալ իր կորզածեն, որովհետև ես անձնապես բավականին մոդեն հետևած եմ թադական կորձընթացներու Ամերիկայի մեջ եւ այլուր ովևէ բանիմաց անձը գենսական չէ որ փաստաբանելա ովևէ բանիմաց անձը որ որոշ չափով զարգացում իրականացած է թադական կորձընթացներու մասին շատ արագ կրնա գոմնորոշվել եւ իմանալ թե մենք ինչպիսի մարդու հետ կորձ ունենք եւ մեզի համար գաղտնիք չէ որ երկրորդ եւ երրորդ նահանգայի օրոք Հայաստանի թադաիրավական համագարկը ամբողջությամբ գրգեսի վերածված էր եւ դժբախտաբար վարչապետ Փաշինյանի օրով թադաիրավական համագարկը ինքնամաքրման process-ը թերևս չի ավարտած եւ մենք պետք է իրադեսական մոդեցում գերարենք, որովհետեւ ես պիտի չակնկալեի որ միայն 10 տարվա ընթացքին 2018 թվականին ներողություն 8 տարվա ընթացքին այդ թադաիրավական համագարկը որ սովետական գարքերու գրկնորինակն էր, սակայն քրեա օլիգարխիկ գունավորումով որ արդեն գոյություն չուներ իրականության մեջը ես որպես ասենք
իրազեկ կերպով հետևած եմ, դեղյակ եմ, թե ինչպիսի գրգեսային մթնոլորտ դիրած է երկրորդ եւ երրորդ նահանգների օրով եւ ինչպես բազմաթիվ ամմեղ քաղաքացիներ եւ նաեւ ըսպյուրքեն ներդրողներ իրենց իրավունքը գործունեած են, որովհետեւ այդ թադա իրավական համագարկի գրգեսային բանանային հանրապետություն ըլլալուն պատճառով հիմա ես ուրախ եմ, որ վարչապետ Փաշինյանի օրոք այդ համագարկը որոշ չափով առողջացած է, բայց ոչ ամբողջապես, որովհետև դժբախտաբար մենք գործ ունենք թերևս բազմաթիվ Հակոբ Մանուկյաններու նման դարերի հետ, որոնք թրածուներ են եւ որոնք ամեն կերպ ես գասկած չունիմ ըստ այսպասի թող ինձի բադվոտատ բանա իմ թեմը եւ ես գիտեմ ինչպես պիտի պաշտպանվեմ, ինչպես որ Քարեքին բի թրածուն գծորտը այստեղը Հովնան arczepiskopos Տերդերյանը USA Armenian Life-ի թեմ բադվոտատ փածավ եւ Կալիֆոռնիայի թադարանի մեջ 15 հաստատումներու վրա գործրեց թադը ուրեմն ես ինչ որ գխոսիմ ինչ այն հաստատումները որ գնեմ ամբողջական բادرաշնորհությամբ կնեմ եւ պատրաստական եմ միջև թադարան երթալու այնպես որ հիմա վերադառնանք ծեր շատ կարևոր առաջադրած թեմային որ ինչ է մեր գարձիկը եւ ինչ մենք որպես հասարակություն ինչ պետք է անենք գարձիկը հստակ է օգոստոսի 7-ի Հայաստանի Արմավիրի մարզի թադարանը ոչ ավել ոչ պակաս թադարանային գրգես էր եւ որ նաեւ ընդհանուր շոուի մաս կգազմեր եւ այդ շոուն գազմագերբողը անշուշտ Կրեմլին է եւ իրենց եւ Կրեմլի խամաճիկները Հայաստանի մեջ եւ Սփյուռքի մեջ դժբախտաբար ուրեմն օրը պիտի այդ վարակույրի յետև այս գրգեսին օկնորները պիտի թիմագազերծվին եւ իրենց ինքնությունը պիտի հրաբարակվի այդ մասին գասկած թող չունենան որովհետեւ առանց բացահայտումի առանց անգուսակցական եւ առողջ եւ անկախ լրակրության ոչ մեկ պետություն ոչ մեկ հավաքականություն չի կարող հարադեվել եւ չի կարող զարգանալ ինչպես որ իմ հաղորդումներում մեկին ընթացքին ասած եմ եւ այդ մասին ծեր նման հրաբարակախոսները մեծ զարայություն կմատուցեք բարոն Այվազյան ազատ լրակրությունը ողնաշարն է եւ մենք որպես ժողովուրդ 250 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներու pedagogan եւ քաղաքացիական հասարակություն են 220 տարի յետենք սա պետք է ահազանգող լա ինչու յետենք որովհետեւ Ամերիկայի հիմնադիր հայրերը ամենեն առաջ սահմանատության առաջին հոդվածը freedom of expression այսինքն արտահայտության ազատություն եւ իրենք որ հիմքը դրած են ազատ եւ հետազոտող մամուլին որովհետեւ ազատ լրակրությունը բացահայտումներ կատարե հիմա վերադառնանք գրգեսային թադարանին եւ գրգեսային ճագերդյալ թադավորին այս անձնավորությունը չեր իմանում որ այն օրը որ իրեն առաջարկեցին կամ նշանակեցին կամ առաջարկեցին նշանակել թադավոր այս թադական կորձի համար իր հիշողությունը այդքան թարմ չէր միթե ինքը Ալցհեյմերը գդարաբեր որ մոռացության հիվանդության պատճառով չէր հիշեր թե Քարեքին բի Բաշման Փաստաբանի հետ կորձարքներ ունեցած է համագործակցություն ունեցած է ես դրա համար ես որպես սրտացավ հայ կպահանջեմ որ Հայաստանի իրավաբահ մարմինները հետաքննություն ցերնարգեն եւ այս թադավորին եւ այս թադավորի նման մարդկանց բադասխանության ենթարկեն ամբողջական բադասխանության եւ նույնիսկ ազատազրկումի եւ ասեմ ինչու ազատազրկումը խիստ կենսական է այստեղ Ամերիկայի մեջ ներողություն ցանկի գորավ լսում եմ այո այստեղ Ամերիկայի մեջ ես մեկ կոմենտ դժբախտությամբ, մյուս կոմենտ ուրախությամբ եւ մխիթարությամբ ականադես եղավ եւ նման
միլիոնավոր քաղաքացիներ, թե քանի գոռոմփացված ամերիկացի թադավորներ ազատազրկման մեջ են այս պահին։ Ինչու, որովհետև իրենք գոռոմփացվածության մեջ միջամուխ, ցերնամուխ եղած են։ Ուրեմն նույնն Հայաստանը ես կսպասեմ այն վարտահեղեղ արշալույսի օրվան եւ կիմանամ, որ հայկական պետականությունը իրավաբահ մարմիններով ազատազրկած է այսպիսի խրդվիլակներ, որոնք գենթարգվին իրենց սեփական անձնական շահի այդ մոլուցքին եւ ասկին պատճառով աննախադեպ վնաս կհասնեն քաղաքացիական հասարակության եւ պետականության եւ այս ծավով ճանապարհը հարթած կլա հայկական պետականությունը բանանային հանրապետության որակումեն հերանալու ան վերաթարց այն վերակնելի ստատուսին։ Բայց կա նաև երկրորդ կարծիքը, պարոն Չապարյան, ասում են, որ սա բռնության գործադրում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, միջամտություն է եկեղեցու գործերին, կրոնական գործերին, Աստվածից են խոսում, կրոնից են խոսում, ձեր գնահատականը, ինչքան իրավունք ունեն նրանք բարոյական իմաստով խոսել Աստծուց։ Գիտեք, անհետեթություն է եւ Ալիբաբան եւ 40 քողերը երբ մտած են ասենք համայնքներս եւ ավազագությամբ կսպաղվին ասենք հայաստանյաց առաքելական եկեղեցվո թիմագի դագ երբ մարդիկ իրենց թիմագազերձեն գսեն ամոթցեզ գներեք բայց ամոթանքը ումին պետք է ուղղված լա հայաստանյաց առաքելական եկեղեցին բռնազավթողներուն հանդեպ թե բռնազավթողներուն թիմագազերձ ընոններուն հանդեպ եւ բարձ է դա իրավական համագարկը ովևէ ցանկացած պետության եւ նաեւ լրատվական փաշտը համար առաջին բարդականությունին թիմագազերծումն է եւ բազմասանության ենթարկումն է անշուշտ լրատվական փաշտին բարդականությունը թիմագազերծում է եւ դա իրավական համագարկին եւ իրավաբահ մարմիններում բարդականությունն է բազմասանության ենթարկելը եւ այս բարակային ես մեկ հարցում ունիմ միթե դիկնակ եւ բարոնակ որ այսօր դուք գաղաղագեք ամբողջ աշխարհը դակնու վրա գնեք որ իբրև թե հայաստանյաց առաքելական եկեղեցին հարցակման ենթակա է միթե չեգուզեր մի բա թեգուզ մեկ ռոբե մեկ վարգյան ինչպես արեմդայերեն գսեն անգեզլանք է սրտապած խոսին միթե դուք չեք դաբալած ժողովրդավարությունը հաշվի բանջությունը հաշվի դվությունը թափանցիկությունը հայաստանյաց առաքելական եկեղեցիներս միթե դուք ատքային գգարձեք որ հասարակությունը աբուշ է կամ գույր է բիդի չի տեսնե եւ բիդի չի իմանա բարձ է վերջին 25-26 դարվա ընթացքին ինչպես որ վարչապետը իրավացի գերբով ասավ այդքան կոռումպացված չի եղած ոչ միայն հայաստանյաց առաքելական եկեղեցվո գենտրոնադեղին մայրաթուր Սուրբ Էջմիածնի մեջ այլ բոլոր գրեթե բոլոր արփանյակ թեմակալ թեմերեններ եւ այս բարակային ես իմ հաղորդումի մեջ նշեցի չեմ կեցել լսարանի համար կարևոր է բայց ընդհանրապես պետք է ասել որ մեծ ցավով ես կարծանակրեմ որ Քարեքին բի եւ ռուսական FSB-ի զուգորդությամբ եւ այս բարերը ես անանք օտեն չեմ կործածել որովհետեւ FSB-ի նախորդը KGB-ն մենք գիտենք Ալեքս Քալուգինը որ KGB-ի հյուսային Ամերիկայի ասենք հրամանատարը եղած է վերջում ազատության ազատ աշխարհի միացած է լքելով սովետ միությունը եւ դարձած է Ամերիկայի քաղաքացի իր հուշերու մեջը խոշոր բացահայտումներ արած է իհարկե ոչ միայն հայերու մասին բազմաթիվ այլ համայնքներու մասին որ ինչպես KGB-ն ներթափանցած է ոչ միայն
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ, այլ նաև սպիրտյան դարբեր հասարակական, քաղաքական եւ գրոնական գառույցների ներս։ Եվ մենք այսօր կորձ ունենք բռնազավթված հայաստանյաց արաքելական եկեղեցվո ասենք փաստի հետ եւ հայաստանյաց արաքելական եկեղեցին գմիանա Հայաստանի Հանրապետության ապակաղութացման կորձընթացի շնորհիվ ազատագրվելու։ Ինչ է կարծում իրենք ընդհանրապես Աստծո հետ որևիցե կապ ունեն, մի քիչ կրոնական հարցեր էլ տամ, քանի որ մարդիկ կան մտածում են, եթե մենք դեմ խոսենք, դեմ մտածենք, միգուցե Աստծո առջև մեղք գործենք։ Դուք հավատում եք, որ իրենք Աստված հավատում են, թե իրենք ուղղակի Աստծոն անվան ներքո փող են աշխատում եւ ծառայում KGB-ին։ Երկրորդը, որովհետև ես գահավատամ, որ իրենք անհավատներ են, գահավատամ, որ իրենք հալանչի, սդախոս, գեղձարար, շարլատան, այն ինչ որ կնկարագրե ժխտական նկարակիր ունեցող մարդումը գերբարը կարելի է օգտագործել առանց ովևէ մտահոգության եւ իրենք թող լավ իմանան, որ մեր ժողովուրդը զարթոնք կապրի, այլևս երթալեն իրենց շնչելու այդ ազատությունը բացած է եւ օրը պիտի կա, որ ամբողջապես ներ եկեղեցական, ինչպես որ ներ քաղաքական եւ ներ ասենք լրատվական թաշտի մակրությունը ասենք իր կորձընթացը պիտի ավարտին հասցնե, նույնն ներ եկեղեցական, որովհետեւ իրենք այս նույն դարերը, նույն շրջանակները, քրեա օլիգարխիկ շրջանակները դաբալած են հայաստանյաց արաքելական եկեղեցու սահմանադրությունը, դաբալած են ժողովրդավարությունը։ Ես գիտակից եմ, որ իմ հայրենի քույրերը եւ եղբայրները շատերը անդեղյակ են, բայց թույլ տվեք, որ այդ մասին իրազեկեմ, որպեսզի իմ քույրերը եւ եղբայրները եւ մեր զավակները իրենց իրավունքին դիրանան։ Ազատ աշխարհի մեջ հայաստանյաց արաքելական եկեղեցին գործե ժողովրդավարության համակարգով անշուշտ իբացարյալ վերջին 20-26 տարիներուն եւ այդ գարկնալ դաբալեցին Կարեկինաբաշտերը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ամենան հայոց կաթողիկոսյան թեմերեններ, նույնպես եւ ռսաստրուկ եւ սորոսական տաշնակցականները մեծընտանի գիլիգյո թեմերեններ, մեծընտանի գիլիգյո աթողության թեմերեններ եւ հիմա մեր ժողովուրդը զարթոնք կապրի, ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը նախապատրաստական աշխատանք կդանի Հայաստանի մեջ եւ նախկին սովետի տարածքին գայացնելու ժողովրդավարությունը հայաստանյաց արաքելական եկեղեցիներս եւ վերականգնելու ժողովրդավարությունը ազատ աշխարհի մեջ։ Եվ ասի ինչ կնշանակի։ Կնշանակի, որ եթե այսպիսի իրակորձումը իր բարեհաճող ավարտին հասցնե մեր հասարակությունը, ապա ուրեմն Հայաստանի Հանրապետության իրավաբան մարմիններ եւ թադա իրավական համագարկը գարիք չեն ունենալ քարիքին բին թադարան կանչելու։ Սա այնպիսի երևույթ մնե, որ բարոն Այվազյան այնքան ասենք վադացած է ժողովրդավարության համագարկը հայաստանյաց արաքելական եկեղեցիներս եւ փլուզման ենթարկված է հաշվի պահանջությունը, հաշվետվությունը, տապանցիկությունը, որ կորձը հասած է պետական թադարանին, այս բարակային արմավիրի մարզին։ Ես ուրախ եմ, որ այս խեղգադագությունը իրականացվեցավ, նաեւ փաստվեցավ, որ վարչապետ Փաշինյան ոչ մեկ լիազորություն չունի եւ ոչ մեկ կերպ չի մանիպուլյացիայի չեն թարգեր Հայաստանի թադա իրավական համագարկը, սա ցույց կտա, որ Հայաստանի թադա իրավական համագարկը առանցին կառույց է, այո կորզատիր իշխանությունն է, ինչպես որ Ամերիկայի մեջ, Ֆրանսիայի մեջ եւ
եւ քաղաքագիտ աշխարհի մեջ թադայրավական համագարկը առանցին անկախ կառույց է եւ եւ որ ժողովրդավարությունը կվերականգնվի հաշվեբանությունը, հաշվետվությունը, թափանցիկությունը Հայաստանից արաքելական եկեղեցի ներս եւ կանոնավոր կերպով ազգային եկեղեցական ընդհանուր ժողով կգայացվի եւ ոչ թե վերջին 25 տարվա ընթացքին Քարեքին Էֆենդին, Քարեքին Սուլտանը կամ Ստալինը այդ գործընթացը փլուզման ենթարկած է։ Մեր հայրենակիցները դեղյակ են, որ վերջին 25 տարվա մեջ Հայաստանյաց արաքելական եկեղեցու Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի մեջ չի կայացած ազգային եկեղեցական ընդհանուր ժողով։ Եվ ազգային եկեղեցական ընդհանուր ժողովը ասենք ժողովրդական ասենք արտահայտությունով եկեղեցու parlamentin է։ Եվ եկեղեցու օրենսդրությունը եկեղեցու սահմանադրությունն է։ Հիմա ժամանակն է սիրելիներ, որ բոլորս ցերքի դան Հայաստանի մեջ ցանկի գոչենք եկեղեցու սահմանադրությունը եւ դրամատուրգները, ցանկի գոչենք ժողովրդավարությունը եւ ազատ աշխարհի մեջ սիկտիրնենք Քարեքինապաշտերուն, այնտեղ վերականգնենք ժողովրդավարությունը եւ այսպեսով մենք գարիք չենք ունենալ, որ ոչ կաթողիկոսը, ոչ թեմական առաջնորդները, ոչ թեմական խորհուրդներու աշխարհական այդ սրիգաները, որ ասոնց տրածոներն են, կորձիկները դարձած են, մենք կարիք չենք ունենալ թիմելու բեդության թադարան։ Եկեղեցին որպես անկախ միավոր, այո, անկախ միավոր իրավունք ունի իր հարցերը դնորինելու եւ բեդությունը իրավունք չունի միջամուխ լալու։ Բայց այն բահին, երբ եկեղեցագամը քրեական հանցագործություններու մեջ սերնամուխ եղած է, բեդությունը ըստիված է միջամդելու, ինչպես որ Ամերիկայի մեջ բադայեցավ մի քանի տարի առաջ, երբ գաթողիկե եկեղեցու ասենք գրոնականներ մանկաբուծության մեջ ասենք անփաստանություններ ստացան ծնողներու կողմէ եւ քանի որ եկեղեցին զլացավ լուծելու այդ խնդիրը ծնողները թիմեցին Ամերիկայի բեդության թադայրավական համագարկին եւ Ամերիկայի թադարանը հաբուր բաճաջի որոշում կայացուց եւ պատասխանատվության ենթարկեց հանցագործները իսկ մեր եկեղեցու բարեմաստությունը այն է որ աշխարհի վրա սիրելիներ Հայաստանյաց արաքելական եկեղեցին այն յուրահատուկ քրիստոնեական գառույցներն է որտեղ ժողովրդավարություն կա իսկական ժողովրդավարություն կա դուք գիտեք որ ծեր թաղամասի կամ շրջանի եկեղեցական ծուխին մաս կազմելով եթե անշուշտ մգրդված եք միայն միակ պայմանը պետք է սուրբ միրոնով մգրդություն ստացող մարդիկն են գսեմ մարդիկը ոչ միայն հայերը որևէ անձ որ Հայաստանյաց արաքելական եկեղեցու սուրբ միրոնով մգրդված է ինչպես որ ծեր ճակատեն հայտնի է բարոն Այվազյան ինչպես որ իմ ճակատես հայտնի է այդ մարդիկը նովին կորձով իրավունք ունին ցանկացած եկեղեցական ծուխի անդամ դառնալու եւ որպես եկեղեցական ծուխի անդամ մենք իրավունք ունենք դարին ամեն ամիս ժողով գումարելու եւ դարին ընդհանուր ժողով գումարելու եւ պատգամավորներ ընդրելու եւ պատգամավորները ինչու կընտրենք որովհետեւ պատգամավորները իրենց հերթին ներկայացնեն ասենք ցանկացած եկեղեցական ծուխ թեմակալ առաջնորդի ընդրության հետ կապված ընդրություններում մասնակցելու համար իսկ երբ որ գահայտարարվի ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի թվական այն ժամանակ աշխարհի բոլոր թեմերը պետք է ընդրեն պատգամավորներ այսինքն եկեղեցու parlamenti անդամներ որոնք պիտի կորձուղվին Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ փումարեն ասկային եկեղեցական ընդհանուր ժողով հիմա ինչպես որ ես անցյալին բարձրացանած եմ այս մասին հիմա դարձյալ գգրտնեմ մեր առաջ թրված արաքելությունը վերականգնել է ինչքան շուտ որ հնարավոր է ինչքան արագ որ հնարավոր է ժողովրդավարությունը հայաստանյաց արաքելական
եկեղեցու թեմերեն ներս, որոնք կգործեն ազատ աշխարհի մեջ, եւ ցանկի գոչել նախկին սովետի դարածքին եւ հատկապես Հայաստանի մեջ ժողովրդավարությունը հայաստանյաց արաքելական եկեղեցու թեմերեն ներս, որովհետեւ օրվան կաթողիկոսը այլևս իրավունք չունենա նշանակելու թեմագալ առաջնորդներ, չի իրավունք չունենա Գոնջորյանի նման, որ դեսանք ինչպես միացած էր հայ եկեղեցու բարեկարգման շարժումին Երևանի մեջ, որ իբրև թե ինքը գոմ է Քարեկինի հրաժարականին եւ վերջերս հայտնվեցավ Քարեկինի կողքին։ Նույնը օրինակ Հովնան arczepiskopos Դերդերյան, որ այդ խմբավորումին մասնակցեցավ, հետո հայտնվեցավ Ավստրիա Քարեկինաբաշտերի համաժողովին։ Ուրեմն վերաթարնանք փուն թեմային, ուրեմն երբ որ ժողովրդավարությունը ցանկի կգոչվի Հայաստանի մեջ, Վրաստանի մեջ, Աշուշ Ռուսաստանը իրադեսական չէ, որովհետև Պուտինյան Ռուսաստան է, օրը որ կա Ելցինյան Ռուսաստանը, այն ժամանակը ուրիշ է թեման։ Իսկ Ուկրաինայի մեջ, Մերձբալթյան երկրներու մեջ, Բուլղարիայի մեջ եւ այլուր, որոնք նախին սովետի ասենք աստեցության կոդի մեջ եղած են, ուրեմն այն ժամանակը դուք պիտի ագանադեսը լակ եւ անշուշտ մասնագից լակ այն հրջվանքին, at հոգեզմայլանք պատճառով իրականության, երբ մեր ժողովրդի մեջը գմտնա իսկական քրիստոնեական արժեքային համագարկը եւ քրիստոնեությունը բոլորիսալ գտասավանթե գմշագե հոգեմդավոր գերբով, որ ըլլանք խոնար եւ միշտ ուրախանանք մեր հարևանի, մեր ընկերոջ, մեր հարազատ եղբոր, մեր հերավոր ընկերոջ հաջողություններով։ Սակայն եթե այս նույն քրեոլիգարխիկ շրջանակը շարունակի բռնազավթել հայաստանյաց արաքելական եկեղեցին, այն ժամանակը ոչ մի գրթությունը, նորացեվությունը արշավները ամբողջական լուծում պիտի չի կարողանան բերել։ Ես գողջունեմ դիգին Աննա Հակոբյանի այդ նախաձեռնությունը, գրթությունը, նորացեվությունը, այդ արշավը լավ է, սակայն ադի հիմնական լուծում չի առաջացնել։ Մեզի պետք է անմիջականորեն արագընթաց կերպով ժողովրդավարության համագարկի ստեղծումը Հայաստանի մեջ եւ հայաստանյաց արաքելական եկեղեցու իրական, իսկական, պատմական արաքելության ագունքներուն վերաթարնելու հրամայականը։ Շատ ճիշտ եք, պարոն Չապարյան, քիչ առաջ տեղեկացանք, որ Թրամփի եւ Փաշինյանի միջև հեռախոսազրույցը տեղի ունեցել, քննարկել են անցյալ տարի Վաշինգտոնում ստորագրված այդ կարևոր փաստաթղթերը Ալիևի, Փաշինյանի եւ Թրամփի մասնակցությամբ, նաեւ Թրամփ-Ալիև հեռախոսազրույցը տեղի ունեցել, Մարկո Ռուբիոն է հանդես եկել հայտարարությամբ, ինչ է ձեզ հուշում այս ամենը։ Մենք մեկ տարվա մեջ առաջընթաց գրանցել ենք, թե դեռ դոփում ենք նույն տեղում։ Ես կխորիմ առաջընթաց կարելի արձանագրել մեր հաստատումներում մեջը, որովհետև թրիփը անկախ թե թրիփը երբ գամփոխչանա արդեն հայկական խաղաղության եւ համագործակցության խաչմերուկը, որ ցանկի գոչված է, դա գլոբալ համասկային մեր ծրագիրն է, որ Հայաստանը իր աշխարհակաղակական ամենաթանկագին թիրքին շնորհիվ թրիփով կամ առանց թրիփի պիտի գիրարե այդ խաղաղության եւ համագործակցության խաչմերուկի այդ բարձր քաղաքապարախոսությունը եւ առաքելությունը, իսկ թրիփը անպայման որ կարելի է իրականացնել հետեւողական աշխատանքներով եւ անշուշտ ինչպես որ քիչ առաջ այդ մասին բարձրացնեցինք բոլորսալ, որ գենսական է, որ հայկական պետականությունը ներքաղաքական առողջությունը վերականգնե եւ այս գերց ընդդիմությունը կամ հակահայ հակապետական ընդդիմությունը, որ ընդրագաշակներու շնորհիվ parlament մուտք գործեց թշպախտաբար, այդ
վտանգը pedagogan համար առաջին սպառնալիք է։ Ոչ միայն Հայաստանյաց առաքելական եկեղեցին գործե FSP-ի որպես կենտրոն, այլ նաև թշպախտաբար այսօր 2026 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ազգային ժողովը մասամբ կգործե որպես FSP-ի կենտրոն։ Եվ սա շատ անընդունելի իրավիճակ է։ Ես պիտի առաջարկեի, որ հետս կոչման օրենք մշակվի, պաշտոնազրկման հետս կոչման ընտրություն իրականացվի, անշուշտ մի քիչ դժվար է, բայց անկարելի ոչինչ չկա այս կյանքի մեջ։ Այն երեսփոխանը կամ պատգամավորը, որ իր մանդատին համազոր հավատարմությամբ չի ծառայել, պետք է ժողովրդին կողմէ ենթարկվի ազատազրկման, այո, որովհետև թավաջանություն է, pedagogan թավաջանություն է, եւ նաեւ պաշտոնազրկման ընտրություններուն։ Թող ժողովուրդը որոշե այդ մարդու ճակատագիրը։ Ատկեց ավելի ժողովրդավարական բարձր գիրառում չի կարելի։ Եվ սա կենսական կարևորություն ունի, որովհետև ժողովրդավարությունը չի նշանակեր քաոս, չի նշանակեր օլիգարխիա land, չի նշանակեր ասենք սանցարցակ քրեակորձություն։ Այդ այս ճանապարհը անցնելու համար դեռ երկար Ես ճանապարհ է գիտակից եմ, անցնել։ ես գիտակից եմ բարոն Այվազյան, սակայն չինացիք շատ լավ խոսում ունին։ 1500 քայլ պահանջող ճանապարհությունը կսկսի առաջին քայլով։ Դե այս լավ նոտայի վրա արիք ավարտենք մեր այսօրվա զրույցը։ Չափազանց շնորհակալ եմ ձեզ, որ միացաք մեզ։ Ես եմ Հաջողություն շնորհակալ։ մաղթում ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։